Սպորտային մագլցումը Հայաստանում տեղափոխվում է նոր պրոֆեսիոնալ զարգացման փուլ։ Մեր երկրում օլիմպիական այս մարզաձևի կայացմամբ շահագրգռված կողմերը միավորել են ուժերը, հիմնադրելով Սպորտային մագլցման ֆեդերացիան։ Այն գլխավորելու է Յունիբանկի վարչության նախագահը։ Ինձ թվում է մենք այդ ներուժը ունենք եւ այդ հնարավորությունը ունենք, որպեսզի ունենանք ինչպես օլիմպիական մարզիկներ, ունենանք սպորտային հաջողություններ, որտեղ այո, սիրողական սպորտը շատ կարևոր է, դա առողջություն է, դա ուժ է, դա վստահություն է ցանկացած երեխայի եւ երիտասարդի համար, անկախ իր տարիքից, նաեւ ցանկացած տարիքի, բայց պետք է հասկանանք, որ դա առաջին հերթին սպորտ է եւ պետք է ունենանք հայկական դրոշի ներքո միջազգային մրցումների մասնակցող մարզիկներ եւ ոչ միայն մարզվող, այլև հաղթող մարզիկներ։ 2032 թվականին սպասվող օլիմպիական խաղերին ընդառաջ պրոֆեսիոնալ մարզիկներ պատրաստելը ֆեդերացիայի հիմնական նպատակն է։ Դրան հասնելու համար արդեն մեկնարկել են համակարգված աշխատանքները։ Անդամակցենք նաև Հայաստանի օլիմպիական կոմիտեին եւ միջազգային ֆեդերացիայի հետ արդեն իսկ անդամակցության հարցը կազմված է, շուտով սպասում ենք մասնագետներ միջազգային ֆեդերացիայից, World Climbing-ից եւ համոզված եմ, որ շուտով Հայաստանում կունենանք նաև միջազգային մրցումներ, որոնք կանցնեն Հայաստանում։ Պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու համար ֆեդերացիան միջազգային փորձ ունեցող մասնագետների կհրավիրի, կբարելավի սպորտային ենթակառուցվածքները, նաև կզբաղվի այս սպորտաձևի հանրայնացմամբ, մարզադահլիճներ կառուցելով, նաև մարզերում ներգրավելով պատանիների։ Մեր առաջի քայլը կլինի դա, որ միջազգային ֆեդերացիայից կհրավիրենք մասնագետի, ինքը կգա կուսումնասիրի մեր տեղական պայմանները, կառաջարկի մեզ ճանապարհային քարտեզ, որը ադապտացված կլինի մեր ներկայիս վիճակին, Հայաստանին, թե մարզիկների քանակով, ենթակառուցվածքների եւ այլն, եւ ըստ դրա արդեն մենք կառուցենք մեր ստրատեգիական ճանապարհը, դրանով առաջ կշարժվենք։ Ներկայիս սպորտսմենները ունեն որոշակի տարիք, իհարկե նրանց վրա աշխատելով արդյունքը ավելի շուտ կերևա, բայց եթե երկարաժամկետ մենք ուզում ենք սպորտի զարգացման համար ներդնենք որոշակի ճանապարհային քարտեզ, ամենաճիշտ ու ամենանպատակայինը մանկապատանեկան դպրոցներ ստեղծելն է, որպեսզի երեխաները տեսնելով սպորտաձևը, սիրելով սպորտաձևը, սիրով մոտենան աշխատանքին, որպեսզի ստանանք արդյունք։ Հայաստանում սպորտային մագլցման մի քանի ակումբներ ու 2 մարզադահլիճ կա։ Մասնագետներն ասում են, բոլոր հիմքերը կան այս սպորտաձևը պրոֆեսիոնալ մակարդակի տեղափոխելու համար։ Ֆեդերացիայի առաջիկա ծրագրերի մեծ հանգրվանը լինելու է Հայաստանի հավաքականի ձևավորումը։ Երկար ու դժվար աշխատանք է սպասվում, որի հաջողության դեպքում Հայաստանի դրոշը կբարձրացվի միջազգային նոր մրցաշարերում։